Շիրակի մարզի Բանդիվան գյուղում փաստացի բնակվում է 247 մարդ։ Տասնյակ ընտանիքներ լքել են գյուղը, ծնողներն իրենց երեխաների ապագան այստեղ չեն տեսնում։ Ասում են գյուղը աստիճանաբար դատարկվում է, դպրոցի փակումն էլ հավելյալ խնդիրներ կառաջացնի։ Դպրոցի փակումով հենց արտագաղթը կշատանա, որտեղ շատ-շատերը կամ քաղաք կտեղափոխվեն, կամ ես նախընտրած վայրը կարող է ենթադրենք միանա Ամասիայի դպրոցին պետք է միանա մեր դպրոցը, կարող է շատերը չուզեն այնտեղ դպրոց տանել, ուզենան մեկ այլ վայր տանել, արդեն ինքնին գյուղը կդատարկվի։ Այդ դեպքում որ փակեն պետք է ես հատկացնեն տանին Ամասիա կամ Արեգնադեմ, չգիտեմ, որ գյուղը կամ Ցողամարք։ Իմաստ չեմ գտնում այդ գյուղերը տալ երեխեքին։ Այդ նույն կրթությունը այդ երեխեն բնականը չի սորվի։ Ստեղ արդեն նորմալ է, ուսուցիչները լավն են։ Գրագետ են, խելացի են, մի չգիտենք, տարան 30 աշակերտ մետեղ նստեցրին, չեմ կարծում որ այդ աշակերտը պետք է սորվի։ Դպրոցը շատ կարևոր է, դպրոցը մի պանիկայի մեջ ենք, մենք փակեմ պետք միացնեն Ամասիային, ստեղ ահագին մարդիկ աշխատանքից դուրս կմնան։ Երեխաները տանել բերել ով պետք է զբաղվի այդ հարցով։ Պետությունը ասենք մի երկու հատ մարշրուտկա դրավ, այդ էլ չի արտարացնել իրան։ Նախ առաջինը դպրոցների փակման հետ կապված, որը ընտանուր գյուղում ես չգիտեմ այդպիսի մեկը, դժվար մեր գյուղում սաղ տեղերն էլ երևի այդպես է որ ոչ մեկը չեն ուզենա որ իրանց դպրոցը փակվի, քանի որ գյուղացուն գյուղում պահող հիմքերից մեկը հենց դպրոցն է։ Բանդիվանցիները նշում են, գյուղը պահողը երիտասարդներն են, ոչ թե մեծահասակները։ Նրանցից է կախված գյուղի ապագան։ Իսկ նրանք լքում են բնակավայրը, չեն ցանկանում զբաղվել անասնապահությամբ։ Կոչինգ որ երեխեքի համար է մարդիկ մնում են այստեղ։ Երեխեքին տարան քաղաք խոչ չեն կրաբանեն, երեխանց հետ երթան ծնողները խնամեն, ապրին ընդեղ։ Գյուղից էլ ահագի մարդ գնացել են։ Ու դաժե այսպես շարունակվավ, եթե դպրոցներն փակեն, բնականը այդ մարդը պետք է վարձով էլ լինի, կգնա իր երեխին կտանի, իմաստ չի գտնում այստեղ։ Արտագաղթը այս վերջի 7 տարիների ընթացքում իմ աշխատելու ընթացքում շատ է եղել արտագաղթ։ Անասնագլխականակի պակասումը հիմնականում արտագաղթի հետ է կապված, հիմնականում ով մնացել է գյուղում անասնականակը շատ քչացրել են։ Գյուղացիների խոսքով իրենց խնդիրները վերջ չունեն, մեկն էս լուծում մյուսն է հայտնվում ու այդպես շարունակ։ Անասնագլխականակը նվազել է, քանի որ գյուղատնտեսների պնդմամբ անասնապահությամբ զբաղվելը եկամտաբեր չէ։ Իմաստ չկա պահելու, ձեռնտու չէ։ Մենք էլ ունեինք, շատ ունեինք, ծախել ենք, չեմ ասել շատ։ 4 սաթին գատեղել է, ունեցել ենք։ Եվ իմաստ չես գտնում։ Ծախսը դենքան շատ է, որ դանասին պահելու էֆեկտ չես գտնում։ 160 դրամ, կես լիտրանոց ջերմուկն արժե 200 դրամ, 4 լիտր արժե 160 դրամ։ Այդ տալու էֆեկտը որն է։ Անասնականակի պակասը շատ է հենց եւի դրանից է եկել, որտեղ շատ-շատերը տեղափոխվել են քաղաք բնակվելու, ու արդեն դրանից վաճառում են, չգիտեմ, կամ այստեղ հնարավորությունները այն չի գյուղում ապրելակերպի ինչ որ քաղաք այնտեղ աշխատանք գտնել ավելի հեշտ է։ Թանկ է նստում անասնապահությունը, դրա համար մենք ենք թանկ ծախում։ Չնայած հեշտ թանկ չենք ծախում, ինչ որ ամենայրան բանը հանքային ջուրը էսի ինչ արժե մի կես լիտրը, 1 լիտր կաթը 150 դրամ, 120 դրամ, նույնիսկ 80 դրամով են ժամանակին տվել։ Անասնականակը շատ քչացրել են, քանի որ պես եկամուտի հետ կապված հողեր քիչ ունին, հիմնականում անասնակերերը գնվում են, գնման հետ կապված էլ ձեռ չի տալիս, էլի 160 դրամով կաթ հանձնեն ու անասնակերը առնելը մի քիչ ռեալ չէ, էլի։ Բանդիվանցիները անհրաժեշտ են համարում պետության միջամտությունը, արտոնյալ վարկերի, հարկային ու վարկային բեռի թեթևացման տեսքով, այլապես հեռավոր գյուղերը աստիճանաբար անմարդաբնակ կդառնան, իսկ այդպիսի 1-2 օրինակ Շիրակի մարզում արդեն կա։ Տիրուն Մարգարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Շիրակի մարզ, գյուղ Բանդիվան։